Հետս հետ է բացվող Երևանյան առավոտը մի հերթական անգամ սկիզբ է առնում ջրցան մեքենաների աշխատանքով։ Շուրջ 3000-ամյա մեր հրաշքն արթնանում է ջրի ցողերից, որ մաքուր ու բարեկարգ տեսքով դիմավորի իր բնակիչներին։ Սեպտեմբերյան այս օրը յուրօրինակ ու սպասված էր մեր մայրաքաղաքի համար, քանի որ հենց երևանցիներին էր վստահված սեփական տան մաքրությունը։ Համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցելու էին դուրս եկել բազմաթիվ դպրոցականներ, ուսանողներ, դիվանագիտական կառույցների ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ շատ երևանցիներ։ Սա այն միջոցառումն է, որը մեր բոլորիս, մեր երեխաների, մեր ծնողների համար է, մաքուր տեսնելու մեր հարազատ մայրաքաղաքը, մեր Երևանը։ Շատ ողջունել նախագծային առումով, քանի որ ունի նաև դաստիարակչական բնույթ եւ կարծում եմ, որ այսպիսի նախագծերը եթե շատ լինեն, ավելի լավ կլինի եւ շատ ավելի հետաքրքիր։ Մաքրենք մեր քաղաքը, մենք ենք այնտեղ ապրում, մենք ենք շնչում, գեղեցկությունը մերն է, մենք ենք պետք է գեղեցկացնենք ու հիանանք այդ գեղեցկությամբ։ Մաքուր եւ բարեկարգ մայրաքաղաք ունենալու հարցում շատ կարեւոր է նաեւ յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքն իր քաղաքի նկատմամբ։ Սա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչն է ուղղված բոլոր երևանցիներին։ Շաբաթօրյակի մասնակիցները մեծից փոքր, մեծ սիրով ու պատասխանատվությամբ էին միացել քաղաքապետի այս կոչին ու անկեղծ նվիրվածությամբ էին իրենց լումաններ դնում մայրաքաղաքի մաքրման գործում։ Մեր քաղաքապետը հետևողական է, ամենակարևորը ղեկավարի համար, եթե հետևողական է, ուրեմն աշխատանքները երևում են, գործերն են առաջի գնում։ Մարդիկ, որոնք քայլում են փողոցով, ամենօրյա տեսնում են մաքրության փոփոխությունը։ Մեր քաղաքացիներին կոչ ենք անում, այս մեր մաքրածը նորից չկեղտոտեն, չկարի։ Մաքրում ենք մեր բակը, որ մաքուր լինի, մյուս երեխաներն էլ չկեղտոտեն։ Ես շատ ուրախ եմ շաբաթօրյակին մասնակցում եւ հավաքում եմ, որ մաքուր քաղաք ունենք։ Ու մենք մեր ընկերներին կոչ կանենք, որ ուրիշներին ասեն, որ մեր բակը չկեղտոտեն։ Ես մեր բակը մաքրում եմ, որ մաքուր լինի։ Երևանցիների սիրված հանգստի գոտու Հրազդանի կիրճի մաքրությունը ստանձնել էին Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցները, դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորությամբ։ Մենք մեծ սիրով ենք միացել Երևանի քաղաքապետի այս նախաձեռնությանը եւ կոչ ենք անում բոլոր երևանցիներին, որպեսզի նրանք խնամքով վերաբերեն ինչպես հանգստի գոտիներին, այնպես էլ ամբողջ քաղաքին ընդհանրապես։ Սա մեզ համար նաեւ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցության լավ օրինակ է, ինչը վստահ եմ դեռ բազմաթիվ դրսևորումներ կունենա։ Երևանի քաղաքապետարանի կողմից շաբաթօրյակի մասնակիցներին դույլեր, պոլիէթիլենային տոպրակներ, փոցխեր ու բահեր էին հատկացվել։ Աղբի տեղափոխման հարցում էլ օգնության էին հասնում Երևանի սանմաքրման ձեռնարկությունները։ Ամփոփելով նկատենք, որ իսկապես լավ է, որ մեզանից յուրաքանչյուրը հետս հետ է սկսում է վերաբերել Երևանին, որպես իր տանն ու սրտացավ է նրա ամեն մի ձեռքբերումը պահպանելու հարցում։ Եվ որ շատ կարևոր է այդ սերն ու ջերմությունը կամա թե ակամա փոխանցվում է սերնդեսերունդ, հատկապես որ նոր սերնդի համար օրեցօր գեղեցկացող ու երիտասարդացող Երևանում սիրելու եւ գնահատելու առիթների պակաս այսօր հաստատ չկա։